Բարերույթ ժամը լրատվականը սկսում է աշխատանքն արտակարգ ռեժիմով։ Ցավ որ դաջվեց մեր գենետիկ կոդում, Օսմանյան Մենք այսօր աշխատելու ենք արտակարգ ռեժիմով, մեր նկարահանող խմբերը լինելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ուղիղ միացումներ ու հարցազրույցներ ենք ունենալու։ Ժամը լրատվականի թողարկումներին կարող եք հետևել ժամը 12-ին, 14-ին, 16-ին, 18-ին և գլխավոր թողարկումը ժամը 20-ին։ Այսքանն էր, կհանդիպենք։ Բարև ձեզ, ժամը լրատվականը շարունակում է աշխատանքն արտակարգ ռեժիմով։ Ծիծեռնակաբերդից դեռ ուղիղ միացումներ կունենանք, մեր գործընկերներն այնտեղ շարունակելով ցեղասպանության ճանաչման թեման, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է իմ գործընկեր Նաիրի Մուրադյանը, ով լսել է թուրքագետների ու ցեղասպանագետների կարծիքը։ Բարի կեսօր Նաիրի, վերջին տարում ցեղասպանության թեման առաջին գծում չէ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս հարցով վերախմբագրվել է։ Ինչ հետևանքներ կարող է սա ունենալ, ինչ են ասում մասնագետները։ Բարի կեսօր Մարիաննա, հենց այդ թեմայի շուրջ խոսենք զրուցակցիս հետ, իմ հյուրը թուրքագետ Նելի Մինասյանն է, բարև ձեզ Տիկին Մինասյան, շնորհակալ եմ։ Մարիաննա, այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ իմ հյուրը թուրքագետ Նելի Մինասյանն էր։ Մարիաննա։ Շնորհակալություն, Ծիծեռնակաբերդից Նաիրի Մուրադյանն էր։ Մենք այսօր աշխատում ենք արտակարգ ռեժիմով, մեր նկարահանող խմբերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են, ուղիղ միացումներ ու հարցազրույցներ ենք ունենալու։ Ժամը լրատվականի թողարկումներին կարող եք հետևել ժամը 14-ին, 16-ին, 18-ին և գլխավոր թողարկումը ժամը 20-ին։ Արմենիայի եթերում նորությունների ժամն է, բարև ձեզ։ Այսօր հայոց ցեղասպանության Այժմ մենք ուղիղ կապ ունենք Ծիծեռնակաբերդի հետ, այնտեղ աշխատում է առավոտից իմ գործընկեր Նաիրի Մուրադյանը, ով հանդիպում լսում է թուրքագետների և ցեղասպանագետների կարծիքները։ Բարի օր, Նաիրի, ինչ քայլեր են անհրաժեշտ ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային օրակարգում պահելու համար, ինչ են ասում մասնագետները։ Ողջույն Շահանե, թեմայի մասին խոսենք զրուցակցիս հետ, իմ հյուրը թուրքագետ Մհեր Աբրահամյանն է, պարոն Աբրահամյան, բարև ձեզ, շնորհակալություն երաշխիքներ։ Շնորհակալություն պարոն Աբրահամյան։ Շահանե, հիշեցնեմ, որ իմ հյուրը թուրքագետ Մհեր Աբրահամյանն էր, Շահանե։ Շնորհակալություն Նաիրի, հիշեցնեմ, որ մենք շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, եթերում կլինենք յուրաքանչյուր 2 ժամը 1, կհանդիպենք ժամը 16-ին։ Արմենիայի եթերում նորությունների ժամն է, բարև ձեզ։ Այսօր հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման Մենք այսօր աշխատում ենք արտակարգ ռեժիմով, եթերում ենք յուրաքանչյուր 2 ժամը 1, մեր հաջորդ թողարկումը ժամը 18-ին է, մնացեք մեզ հետ։ Բարի երեկո, արգելի հեռուստադիտող, Արմենիայի ուղիղ եթերում ժամը լրատվականն է, մենք աշխատում ենք արտակարգ ռեժիմով։ Այսքան այս ժամին, իսկ օրվա գլխավոր ժամը ուղիղ 20-ին է, կհանդիպենք մինչև այդ ժամը։ Բարի երեկո, արգելի հեռուստադիտող, այսօր ապրիլ 24-ն է, եթերում ժամի գլխավոր թողարկումը։ Ցավ որ դա Այսքանը, խաղաղ գիշեր եմ մաղթում։